Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Ինչպես գիտենք, այս ամսվա սկզբին տեղի ունեցավ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի խորհուրդը կամ իրենց գագաթնաժողովը, եւ մի քանի հետաքրքիր բաներ կարող ենք մենք ասել այդ ամենի վերաբերյալ։ Նախ սկսենք նրանից, քանի որ այսօր մայիսի 9 է եւ Ռուսաստանում նշում են իրենց հաղթանակի տոնը, կարծում եմ ճիշտ բան է նաև խոսենք, թե այսօրվա Եվրոպան իրենից իրականում ինչ է ներկայացնում։ Այո, նաև այսօր Շուշիի ազատագրման օրն է, բայց պետք է հասկանանք, սա ուրիշ անգամ կխոսեմ սրա մասին, բայց պետք է հասկանանք, որ մայիսի 9-ը ընդհանուր մեր հաղթանակի օրը չէր, Արցախյան ազատամարտի հաղթանակի օրը չէր, դա միայն Շուշիի ազատագրման օրն էր։ Եվ հետո դիտմամբ հենց արեցին այս նեոբոլշևիկները ու ռուսները, որ մենք հենց մայիսի 9-ը նշենք որպես հաղթանակի օր, կցկելով այն Սովետի հաղթանակի հետ, որպեսզի մենք առանձին հաղթանակի օր չունենանք, այնինչ մեր իսկական հաղթանակի օրը հենց մայիսի 12-ն է։ Դրա մասին ես ուրիշ անգամ կխոսեմ, մայիսի 12-ը, որովհետև զինադադարը տեղի ունեցավ հենց 1994 թվականի մայիսի 12-ին, մեր հաղթանակով, որովհետև մենք ազատագրեցինք Արցախը Ադրբեջանի զինված ուժերից։ Մենք կարողացանք կերտել մեր հաղթանակը, մեր ռազմական հաղթանակը, բայց ցավոք սրտի այն չկարողացանք քաղաքականապես ամրագրել, որովհետև քաղաքական դաշտում զբաղվում էին այս հայրենադավ նեոբոլշևիկները, ովքեր մեզ լիովին սխալ ուղղությամբ տարան։ Մենք չհռչակվեցինք որպես առաջին հանրապետության իրավահաջորդ, մենք չճանաչեցինք այդ հաղթանակը մայիսի 12-ի, սկսեցինք ասել, որ դեռ Արցախյան հարց կա, պետք է լուծվի ու այնպես բարդացրին այդ հարցը, կարծես թե ամբողջ Հայաստանում մի 2-3 հոգի կա, որ իսկապես կարող է դա լուծել։ Դա իրականում պատրանք էր, դա իրականում մեծ սուտ էր, իրականում լուծված էր արդեն, ընդհանրապես պետք էր թղթով այն ամրացնել, բայց ցավոք սրտի տեղի չունեցավ, որովհետև այս վերջին արդեն 35 տարի մեր քաղաքական դաշտը բռնազավթած է այս նեոբոլշևիկների կողմից, ովքեր իրենց հրահանգները ստանում են Կրեմլից։ Բայց սրա մասին ես ավելի մանրամասը կարող եմ խոսել։ Ուղղակի նորից ասեմ, քանի որ այսօր մայիսի 9-ը եւ կոմունիստները նշում են իրենց հաղթանակը, շատերի մոտ ասեն կարող է հարց առաջանա, լավ, բա եթե այսօրվա Ռուսաստանը թշնամի է Արևմուտքին, Անգլիային, Ֆրանսիային եւ այլն, բա ինչու է նաեւ Արևմուտքը նշում։ Նրանք ճիշտ ասած չեն նշում, բայց նաև չեն էլ դատապարտում, չեն ասում դա սխալ էր, չէ՞։ Եթե այսօրվա Ռուսաստանի իրենց թշնամին է, իրանք էլ պետք է ասեն, որ իրենց այդ հաղթանակները սխալ, դա հաղթանակ չէր մարգության համար։ Իհարկե դա սովետի համար, կոմունիզմի համար հաղթանակ էր, բայց դա մարգության եւ արևմտյան Եվրոպայի կամ արևմտյան քաղաքակրթության արժեքների հաղթանակը չէր։ Դա իրականում ջհուդների կոմունիզմի հաղթանակն էր ազգայնականության դեմ։ Ու դա էլ մի լրիվ այլ թեմա է, կարող եմ դրա մեջ խորանալ, կարող եմ դրա մեջ շատ խորանալ եւ մի առանձին հաղորդում պատրաստել, բայց ուղղակի պետք է հասկանանք, որ այն Եվրոպան, որ այսօր կա, իրականում ծնվել է հենց այդ երկրորդ աշխարհամարտի ավարտից եւ այդ երկրորդ աշխարհամարտը նման աղետալի ավարտ ունեցավ, որովհետեւ Արևմուտքը իդեմս Անգլիայի, Ամերիկայի եւ Ֆրանսիայի որոշեցին աջակցել Սովետին, զինելով եւ ֆինանսավորելով ընդդեմ Եվրոպայում աճող ազգայնականության։ Ու եթե երկրորդ աշխարհամարտը այտենց ինչ որ բռնապետության դեմ պատերազմ էր ու դրա համար Արևմուտքը միացավ, որ փրկի Լեհաստանին եւ Եվրոպային, բայց ինչու երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Եվրոպայի կեսը ընկավ Սովետի ազդեցության տակ ու Լեհաստանը դարձավ Սովետի համար մի արբանյակ պետություն։ Դա էր ազատագրումը։ Շատ զավեշտալի է, էլի, որ հենց այդ փաստը հերիք է ասելու, որ այդ ամեն ինչը սուտ էր։ Հատուկ այդ ամեն ինչ եղավ, այդ բոլոր մեծ կայսրությունները համախմբվեցին այդ ազգայնականության դեմ, որովհետև վտանգ էր այդ ազգայնականությունը միջազգային սիոնիստական օրակարգին։ Սա պետք է հասկանանք, որպեսզի հասկանանք, որ այսօրվա Եվրոպան, այսօրվա եվրոպական առաջնորդները, ճիշտ ասած առաջնորդ ասել ճիշտ չէ, այսօրվա ղեկավարները Եվրոպայում կամ այսօր տիրող այդ եվրոպական
օրակարգը, եթե կարող ենք ասել, շակերտների մեջ եվրոպական իհարկե իրականում ոչ մի կապ չունի իրական եվրոպական արժեքների ու եվրոպական քաղաքակրթության հետ, որովհետև այն անկում ապրեց հենց 45 թվականին։ Ու դրա համար հենց 45 թվականին Անգլիան կործանվեց, չէ՞։ Անգլիան այնպես կայսրություն էր ու մարդիկ ասում են դա Անգլիան իր շահերի համար էր պայքարում։ Չորչիլը իր ազգային շահերի համար էր մտածում, դրա համար որոշեց պայքարել ավելի չարյաց փոքրագույնի դեմ։ Այսօրվա կեղծ ազգայնականները, կեղծ ազգային մարդիկ քաղաքական դաշտում հենց Հայաստանում ասում են, որ Չորչիլը ընտրեց չարյաց փոքրագույնին, դրա համար որոշեց աջակցել Ստալինին, որովհետև իր ազգային շահերի մասին են մտածում։ Բայց եթե այդպես է, ինչու Անգլիան երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո կործանվեց։ Ինչու Անգլիան այսօր գնում է դեպի անկում։ Հենց Լոնդոնի 40%-ը միայն սպիտակ անգլիացի, մնացածը հնդիկ են, արաբ են, սև են, ամեն ինչ են, բացի սպիտակ, բացի անգլիացի։ Էդ էր հաղթանակը։ Հաղթանակ էր, որ Սովետին դարձին միջուկային գերտերություն, որը հիմա սպառնալիք է Արևելյան Եվրոպայի եւ ամբողջ Եվրոպայի համար։ Դա էր հաղթանակը։ Սա պետք է լավ հասկանանք, որովհետեւ այս ամեն ինչի սխալը հենց այդտեղից է բխել։ Ու այսօրվա Եվրոպան մինչև հիմա չի ճանաչում այդ սխալը։ Չի ասում, որ դա սխալ որոշում էր։ Հետևաբար չի կարող նա իրական եվրոպական արժեքների համար պայքարել, որովհետև չի ընդունում այդ սխալը։ Չի դատապարտում այդ մայիսի 9-ի հաղթանակը կոմունիստների։ Պետք է ասի մենք սխալ արեցինք կոմունիստներին, այդ աթեիստ, ցեղասպան սրիկաներին աջակցեցինք, այդ բռնապետ մարդակեր Ստալինին ֆինանսավորեցինք։ Պետք է դա հստակ ասեն։ Ու դրա համար ովքեր որ կան այսօր Եվրոպայում, այդ ղեկավարները նորից ասեմ ոչ մի կապ չունեն այդ եվրոպական արժեքների հետ, այդ քաղաքակրթության հետ, որովհետև այս տասնամյակներ շարունակ նրանք իրականում դավաճանել են այդ արժեքներին։ Դավաճանել են այդ իրական արեական արժեքներին, որը դարերով եղել է Եվրոպան, որը բխել է հենց հայկական լեռնաշխարհից։ Դա էլ չմոռանանք, որ իրական արևմտյան արժեքները հենց հայկական լեռնաշխարհից են բխել։ Դա պետք է քաջ գիտակցենք։ Դա համար абսուրդ է, որ այս մարդիկ եվրոպական քաղաքական համայնք են պատրաստում, գագաթան ժողով են պատրաստում։ Ու դրա համար հաջորդ զավեշտը այն է, որ այդ գագաթան ժողովի ժամանակ հրավիրեցին Բաքվի բռնապետին, առցանց հրավիրեցին Բաքվի բռնապետին։ Այն բռնապետին, որը ընդամենը 2-3 տարի առաջ բռնազավթեց Արցախը եւ էթնիկ զտման ենթարկեց այնտեղի սպիտակ քրիստոնյա բնակչությանը։ Այն բռնապետին, որը մինչև հիմա հակահայկականություն է քարոզում Ադրբեջանում։ Այդ արեստացին ահաբեկչական պետությունը մինչև այսօր հայատյացություն է քարոզում դպրոցներում։ Ու այդ մարդուն հրավիրում են եվրոպական գագաթնաժողով։ Դա абսուրդ է։ Փոխանակ այդ բոլոր ղեկավարները այդ գագաթնաժողովում գտնվող մարդիկ փոխանակ միասին միահամուռ կերպով դատապարտեին այդ բռնապետին ու հռչակեին նրան որպես միջազգային հանցագործ, հրավիրում են նրան իրենց գագաթնաժողով ու հարգանքով են վերաբերվում, կարծես թե մի նորմալ ղեկավար է։ Ու ինչու այսքան տարիներ անցել է 2001 թվականից, երբ որ տեղի ունեցավ Նյու Յորքում այդ ահաբեկչական դեպքերը, արդեն քանի տարի, 25 տարի անցել է ու ամերիկան արևմուտքը ում ասես դատապարտել է Սադամին, Քադաֆին, Ասադին, բոլոր այդ մերձավոր արևելքի մուսուլմանական երկրների առաջնորդներին դատապարտել է, համարել է հանցագործ։ Բայց ինչու ամենամեծ հանցագործին մինչև հիմա չի դատապարտել Ալիևին։ Նա դա հարցը տակ էլի։ Այդ ո՞նց եղավ։ Այսինքն Ալիևը ավելի լավ մարդ է, քան Ասադը, օրինակ։ Ես Ասադի մաշկի լույսը չի, ես նրան չեզոք եմ լավագույն դեպքում, չեզոք եմ վերաբերվում։ Բայց ամեն դեպքում, ասենք, абսուրդ է, որ այդ մարդիկ, ովքեր դատապարտել են այդ տարբեր մուսուլմանական առաջնորդներին, այսքան ժամանակ ոչ միայն չեն դատապարտել Ալիևին, այլև հարգանքով վերաբերվել են նրա հետ։ Սա է абսուրդը, ու այդ մարդուն կանչում են գագաթնաժողով։ Ու դա եթե հերիք չէր, մի հատ էլ ուզում են
հաջորդ գագաթնաժողովը հաջորդը չէ, 2028 թվականի գագաթնաժողովը կազմակերպել հենց Բաքվում, հենց Ադրբեջանում։ Ու մեր գերագույն խրտվիլակը ասում է, որ հույս ունի, որ 28 թվականին կմասնակցի այդ գագաթնաժողովին։ Մենք հիմա ազգայնականներս, արժանապատիվ հայերս ասում ենք, կարող են ավելի շուտ գնա, թող գնա ու հետը չգա։ Եթե այդքան սիրում է Ադրբեջանը, եթե այդքան շատ ուզում է այցելի, թող հիմա էլ գնա։ Մենք ինա չենք խանգարի հաստատ։ Ուզում են եվրոպական, մինչև հիմա ուղիղ չի տեղավորվում, որ եվրոպական քաղաքական համայնքը ուզում է գագաթնաժողով կազմակերպի Բաքվում, որը այդ պետությունը ընդհանրապես ոչ մի կապ չունի եվրոպական արժեքներին։ Ոչ միայն ոչ մի կապ չունի, այլև հակասում է իրական եվրոպական արժեքներին։ Ու իրական Եվրոպայի թշնամին է այդ արհեստածին ահաբեկչական պետությունը, որը իրականում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի պրոքսի պետությունն է, ուղղված Հայաստանի դեմ։ Այդ պետությունը հատուկ ստեղծված է, որ գերակայություն ունենա մեր երկրի դեմ, մեր երկրի վրա։ Ու դրա համար, քանի դեռ այդ պետությունը գոյություն ունի, մենք երբեք չենք կարող իրական խաղաղություն ունենալ։ Մինչև մենք մեր գերակայությունը չհաստատենք այդ պետության հանդեպ, մինչև մենք Բաքվին ծնկի չբերենք, մենք հայերս, մինչև Բաքվին պարտության չմատնենք, մենք երբեք խաղաղություն չենք ունենա, որովհետև այդ պետությունը հատուկ ստեղծված է մեզ ճնշելու համար, մեզ ոչնչացնելու համար։ Ու դրանց պրոքսին հենց Ադրբեջանն է, երեք ուժերի՝ Թուրքիայի, Իսրայելի եւ Ռուսաստանի։ Անցյալ դարում մեր դեմ կռվեցին ուղիղ կերպով, չէ՞, քեմալիստները, բոլշևիկները ուղիղ հարձակվեցին Հայաստանի վրա, իսկ երկրորդ աշխարհամարտից հետո կանոնները փոխվել են, ուղիղ մեծ պետությունները ուղիղ չեն հարձակվում, շատ հազվադեպ է լինում, որ հարձակվում են, եւ հարձակվում են միշտ մեծ քննադատության են արժանանում, ինչպես օրինակ այս 2-3 տարի առաջ Ռուսաստանը, չկները 4 տարի առաջ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Բայց սովորաբար պրոքսիներին են օգտագործում դրա համար այս 21-րդ դարում, դա համար 2020 թվականին օգտագործեցին Ադրբեջանին որպես պրոքսի, ուղիղ չհարձակվեցին Հայաստանի վրա, ինչպես 1920 թվականին արեցին։ Սրա մասին ուրիշ անգամ էլի կարող ենք խոսել, բայց մի խոսքով սա եւս մի ապացույց է, որ այդ եվրոպական քաղաքական համայնք կոչվածը կեղծիք է, սուտ է, խեղճ կատակություն է, որովհետեւ նրանք ոչ մի կապ չունեն եվրոպական իրական արժեքների հետ ու ապացուցում են դա, երբ Բաքվի բռնապետին նրան հրավիրում են հենց իրենց գագաթնաժողով ու նորմալ վերաբերվում են։ Ու նույնիսկ այդ Մելոնին, Իտալիայի ղեկավարը, գնաց Ադրբեջան ու հիմա գործարք է կնքում Ադրբեջանի հետ։ Դա է գագաթնաժողովի անդամը, գլխավոր անդամներից մեկը, որ գնա Բաքվի բռնապետի հետ ինչ որ գործարք կնքի, ու լավ հասկացեք, որ այս մարդիկ, այս ղեկավարները Եվրոպայի չեն ներկայացնում եվրոպական ժողովրդին։ Իրական իտալացիները, իրական ֆրանսիացիները, այո, մեր դաշնակիցն են։ Արիացիներ են, մեր արիական եղբայրներն են։ Ու դրա համար շատերը ատում են իրենց կառավարությանը, իրենց կառավարություններին։ Ֆրանսիայում բոլոր արժանապատիվ ֆրանսիացի ազգայնականները ատում են Մակրոնին, ինչպես Իտալիայում ատում են Մելոնին, ինչպես Անգլիայում ատում են Շտարմերին եւ այլն։ Իհարկե խապվածներ կլինեն, բայց գիտակիցները հասկանում են, որ նրանք իրականում դրածոներ են, խամաճիկներ են միջազգային սիոնիստական օրակարգի համար։ Դրա համար մինչև Եվրոպան չազատվի միջազգային սիոնիստական սատանայական ազդեցությունից, մենք շատ դժվար կկարողանանք Եվրոպայի հետ իրական դաշնակիցներ լինել։ Բայց այդ ուղղությամբ գնում է, որովհետև այս աշխարհակարգը, որը ստեղծվեց 1945 թվականին, երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, գնում է դեպի կործանում, գնում է դեպի ինքնակործանում, արդեն 80 տարի անցել է, ու մենք արդեն տեսնում ենք, որ սկսում է ճակճկել այդ աշխարհակարգը։ Դա հավանաբար սկսելու է դոլարի անկումից, բայց դա շղթայական ռեակցիա է տալու ամբողջ աշխարհին։ Ու հաստատ Չինաստանն էլ ու Ռուսաստանն են դուժելու դրա հետևանքով։ Սա պետք է լավ հասկանանք ու գիտակցենք, բայց մյուս զավեշտն այն է,
ու սա նորություն չէ արդեն, սա բավականին արդեն երկար ժամանակ է, որ մարդիկ նման բաներ տեսնելով, որ Երևանում տեղի է ունենում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, կարծում են, որ իսկապես այս կառավարությունը մեզ կարողանում է պոկել Ռուսաստանի մանվան ճիրաներից եւ տանել դեպի Եվրոպա։ Իսկապես հավատում են դրան։ Սա պարզապես անհեթեթություն է։ Չի կարելի այսքան միաչափ մտածել ու այսքան պարզունակ ու հասարակ լինել։ Արդեն 8 տարի անցել է, ինչ այս խեղկատակները եկել են իշխանության, ու 8 տարում իբր հակառուսական քաղաքականություն են վարել, իբր Ռուսաստանի դեմ են գնացել, ու Ռուսաստանը ոչ մի բան չի կարողանում անել, այդ գերհզոր Ռուսաստանը, որ այդքան գովում եք, ասում եք Ռուսաստանը էսա, Ռուսաստանը այնա, չի կարողանում 8 տարում գանկեց անի մի գերագույն խրտվիլակի ու նրա խմբակին, որը ատված է ժողովրդի ճնշող, լավ մեծամասնության կողմից, գիտեմ էլի կա մարդիկ, ովքեր խաբված են, հավատում են այս խաղաղության կեղծ օրակարգին, գցի 60-70%-ը ատում է այդ այսօրվա ղեկավարին, այսօրվա իշխանությանը, ու մինչև հիմա չի կարողանում Կրեմլը նրանց գանկեց անի, ունենալով բոլոր լծակները իր ձեռքերում, դուք իրապես հավատում եք դրան, հավատում եք, որ այս խեղկատակները կարողացան 8 տարի առաջ երկելով ու պարելով գալ իշխանության, աջակցություն ստանալ բոլոր ռուսամետ ուժերի կողմից, առանց Ռուսաստանի միջամտության, իհարկե դա абսուրդ է, ու մեր հայերը շատ իսկապես քաղաքական հարցերում պարզունակ են, շատ հասարակ են մտածում, միաչափ են մտածում, թունելի տեսողություն ունեն, չեն կարողանում մի հատ հետ կանգնեն, մեծ պատկերը տեսնեն ինչ է կատարվում, ու ցավոք սրտի բազմաթիվ վերլուծաբաններ արևմուտքում, Եվրոպայում, Ամերիկայում, իսկապես հավատում են ու այդպես են մեկնաբանում են։ Կարող է ինչ-որ նպատակուն նպատակ ունեն, որ այդպես են անում։ Ասում են, որ իսկապես Հայաստանը պոկվում է Ռուսաստանից, գնում է դեպի Եվրոմիություն։ Ու զարմանում եմ այդ մարդկանց վրա, որ այդքան ամեն ինչ կարդալով, ամեն ինչ վերլուծելով չեն հասկանում, որ Հայաստանում ամբողջ համակարգը Կրեմլից է վերահսկվում, Կրեմլի կողմից է վերահսկվում։ Այդ ո՞նց եղավ, որ մենք պոկվում ենք, գնում ենք դեպի Եվրոպա, եթե մեր ամբողջ քաղաքական համակարգը վերից վար լի է Կրեմլի գործականներով։ Այս 19 կուսակցությունները, որոնք մասնակցում են այս կրկեսային ու խայտարակ ընտրություններին, իրականում, այսպես ասած, դաբրոն են ստացել Կրեմլից։ Ու դրա համար նրանցից ոչ մեկը իրարից չեն տարբերվում։ Ոչ մեկը ազգային չէ։ Իհարկե կան ինչ-որ իբր արևմտամետ ու հակառուս sense ուժեր, բայց նրանք էլ են դաբրոն ստանում, որպեսզի ապագայում որպես քավության նոխազ օգտագործեն, սրա մասին խոսել եմ։ Պարտադիր չէ բոլորը ստեղծված լինեն Կրեմլի կողմից ու ֆինանսավորվեն Ռուսաստանից, շատերը կարող է իսկապես ֆինանսավորվում են արևմուտքի սիոնիստական ուժերից, բայց ամեն դեպքում նրանք վտանգ չեն ներկայացնում այսօրվա դավաճանական համակարգին, որը իշխում է Հայաստանում։ Դրա համար այդ դաբրոնը ստանում են։ Ու պետք է այդ պատրանքը ստեղծեն ռուսները, որ տեսեք միայն ռուսները չեն, այստեղ արևմտյան ուժեր կան, արևմտյան արժեքներ քարոզող մարդիկ կան եւ այլն։ Մի մոռացեք, որ 300 տարվա կայսրություն է ու շատ նենգ է թուրքերի ու ջհուդների պես նենգ են նրանք։ Դրա համար կարողանում են անընդհատ մեր ժողովրդին խափեն ու մանիպուլյացիա ենթարկեն։ Մենք արդեն բայց պետք է հասկանանք այս ամենը։ Չի կարելի այսքան միամիտ լինել։ Պետք է հասկանանք, որ այս ամեն ինչը սուտ է։ Նորից ասեմ, անհնար է, որ սրանք երկելով պարելով գային իշխանության 8 տարի շարունակելով հակառուսական քաղաքականություն վարել ու մնալ իշխանության։ Ես կարծում եմ, ով որ սա հավատում է, չգիտեմ, ինքնախաբեությամբ է զբաղվում գուցե, բայց սա չի կարող ողջամիտ ու տրամաբանական մտածողություն լինել։ Մենք պետք է ստապվենք, պետք է հասկանանք, որ այս ամեն ինչը կեղծիք է, մենք պետք է հասկանանք, որ ինչ արեցի նորից ասեմ, Արցախին ուզում են անել Հայաստանի Հանրապետությանը։ Այս ամենը Հայաստանի ներկայացնելով որպես ինչ որ այս Հայաստանի կառավարությանը ներկայացնելով որպես իբր հակառուսական ուժ, որ հակառուսական քաղաքականություն է վարում, այդ ամեն ինչը միայն նպաստում է
այսօրվա Ռուսաստանի քաղաքականությանը, այն քաղաքականությունը, որը նաև համընկնում է Ադրբեջանի ծրագրերի հետ, այն ծրագրի, որ ուզում են Հայաստանը վերածել, այսպես ասած, Արևմտյան Ադրբեջանի։ Ամեն դեպքում սրանք կարողանում են շատերին խաբել, բայց չեն կարողանում այն գիտակից ազգայնական հատվածին խաբել, ովքեր իսկապես կարողանում են տեսնել այս պատրանքի միջով։ Դրա համար մեր պատասխանատվությունն է մեր հայրենակիցներին անընդհատ ասել ճշմարտությունը, անընդհատ շարունակել այս ճշմարտությունը ասելով արթնացնել, սթափեցնել եւ հասկանալ, որ միայն իրական ազգայնական քաղաքական շարժման շուրջ համախմբվելով, որը դուրս է այս դավաճանական նեոբոլշևիկյան համակարգից, միայն այդ շարժման շուրջ համախմբվելով եւ պատրաստվելով գալիք մեծ ճգնաժամին, մենք կկարողանանք իսկապես դուրս գալ այս ռուս-թուրքական վանդակից եւ ապագայում իրական արիական գագաթնաժողով կազմակերպել Հայաստանում, հենց այն Եվրոպայի համար, որը ազատագրված կլինի միջազգային սիոնիստական սատանայական ազդեցությունից, որովհետև Հայաստան աշխարհը, հայոց աշխարհը իրական արիների բնորանն է եւ մենք պետք է այնպիսի պետություն ունենանք, որը իսկապես կարտացոլի այդ ամենը։ Այսօր այսքանը եւ դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։